Այս փոփոխությունները, այս տնտեսական, նաև քաղաքական մթնոլորտը թրիպն է ակտիվացրել, թրիպն է խթանել։ Տեսեք, էլի վերադառնում ենք այդ քաղաքական հարցերին, սակայն ասեմ, որ ընդհանուր լուրերում, ընդհանուր մեդիա դաշտում շատ բաներ կան, որոնք աղմուկ են։ Այսինքն այս պահին դե գիտեք ոնց է, լրատվամիջոցները սիրում են այնպիսի լուրերի մասին խոսալ, որ այս պահին մեծ ուշադրություն դարձնեն մարդկանց զարգում, դա ապահովում է ոնց որ դիտումներ է ապահովում։ Տեսեք, զուտ ըստ իս սա այդպիսի թեմաներից է, որովհետև խոսենք, այսպես ասած, նրանից գանք, թե ինչ են ուզել տարբեր կողմերը հասնել, ինչի համար է սա ստեղծվել։ Թրամփից սկսենք, Թրամփը հայտարարում է, որ 8-ը հակամարտություն լուծել է, 8-ը պատերազմ խաղաղությամբ կրկել է, ասենք ռուս-ուկրաինական պատերազմ 9-րդը, ինչի համար, որտեղ ընկել է Նոբելյան մրցանակի հետևից, ինչի համար չգիտենք, ուզում է Նոբելյան մրցանակ մարդը։ Հայաստանը, եթե մեր կառավարության դիտարկենք, ուզում է վերընտրվել Փաշինյանը։ Սա, այսպես ասած, լավ PR է, որ տեսեք մենք խաղաղություն ենք ընկել։ Ադրբեջանն էլ իր շահերն ունի սա անելու համար։ Այսինքն երեք կողմն էլ եկան այդ փաստաթուղթ։ Ադրբեջանի քաղաքական շահը ո՞րն է։ Քաղաքագետ չեմ։ Լավ։ Ես չեմ ուզում այդ ուղղությամբ մանրամասնանալ, սակայն եկան բոլորը այդ փաստաթուղթը կնքեցին, դրական այն էր Հայաստանի Հանրապետության համար, որ որոշ ամերիկացիներ իմացան Հայաստանի մասին, որովհետև իրականում մենք ոչ մեկին պետք չենք։ Իրականությունը դա է, գնում ես արտասահման, ասում ես որտեղից ես, ասում ես Արմենիա, Ալբանիա, չէ Արմենիա, Ռումինիա, իմացան մեր անունը, իմացան, որ բանը, այնա Թրամփն էլ է խառնել դա մի քանի անգամ։ Իմացան մեր անունը, եկան ուզում են ստեղ որոշակի ներդրումներ անել զուտ այդ անվան համար, բայց ես չեմ տեսնում, որ մոտակա ժամանակաշրջանում այդ ճանապարհը ինչ որ առաջընթաց ունի, որտեղ ստեղ բացի այս 3 խաղացողներից, որոնցից նշեցինք, կա նաև Իրանի հանգամանքը եւ Ռուսաստանի հանգամանքը, այսպես ասած ճանապարհը որպես հաստատվել ճանապարհը բավականին բարդ է։ Ամերիկացիները գնացին մեզ համար բավականին շոշափելի ներդրումների բարձր տեխնոլոգիաներում Հայաստանում։ Դա ինչով է բացատրել։ Դե նաև տրիպի արդյունքներից մեկն է, նաև դրանով կարելի է բացատրել, նաև այն հիմնականում մենք խոսում ենք, տեսեք, չէ, սա առանձին թեմա է, մենք խոսում ենք Firebird-ի մասին, որը փորձում է կառուցվել Հրազդանում, որը Ջենսոն Հուանգը Nvidia-ի տնօրենը 23 թվականին եկավ Հայաստան եւ պայմանագիր կնքվեց, որ 100 մեգավատ ժամ ահազորությամբ այդ կառուցվի, սակայն այստեղ եւս արկա են խնդիրներ, որտեղ բացի ֆինանսավորման գտնելուց, որը AFEAN-ն է կազմակերպում, հիմնականում Սփյուռքի փողերի հաշվին, այստեղ Armenia Telecom-ը ապահովում է ներկա Հայաստան IT միջավայրի գիտակցությունը, այստեղ խնդիրը կառավարությունն է ապահովում է, որ ամեն ինչ սահուն լինի, հիմնական խնդիրը այն է, որ այդ այսպես ասած Firebird ստանցիան պահանջում է 100 մեգավատ հզորություն, որը եթե հաշվի առնենք, որ Հայաստանում մեր տարածաշրջանի 3 պետություններից ամենաթանկ էլեկտրաէներգիան է, ամենաքիչն է արտադրվում, բավականին խնդրահարույց է, որտեղ 100 մեգավատ էլեկտրաէներգիան տարեկան կտրվածքով գալիս է մոտավորապես 0.9 տերավատ, իսկ մեր տարեկան հզորությունը 9.3 տերավատ, այսինքն մեր ամբողջ տարեկան հզորության մոտավորապես 9%-ը պիտի դրան գնա։ Դա բավականին, ասենք, ամբիցիոզ է եւ եթե մենք չկարողանանք ատոմակայան ապահովել կամ ուրիշ ձև դա նոր ատոմակայանի մասին։ Այո, կամ հավելյալ 10% էլեկտրաէներգիա ապահովել, հատկապես որ այս վերջերս բանը
էլեկտրական ավտոմեքենաների քվոտան բարձրացավ անցած տարիներին 8000 էր, այս տարի լինելու է 15000, եթե չեմ սխալվում, երկու անգամ, ու այս տարվա ընթացքում առաջի 2-3 ամիսների ընթացքում սպառվեց, այսինքն տեսնելու ենք, որ մոտակա 2-3 տարիների ընթացքում մեր շուկայի բավականին մատչելի են բարձր որակի չինական մեքենաներ են, որ մեր շուկայի 30%-ը կարող է արևային մեքենա լինի, կներեք էլեկտրական մեքենա լինի, սա էլ է ծանրաբեռնվածություն դնում է էլեկտրական ցանցի վրա, պլյուս այն հանգամանքը, որ նորակառույցների, որոնք սանքի պես աճել են, մեծ մասը գազ չունի, այսինքն մենք այս ամենը հաշվի առնելով մոտակա 3-4 տարիների ընթացքում արագորեն մեր էլեկտրական հզորությունները 30-40%-ով պիտի ավելացնենք։ Սա հիմնական խնդիրն է, եւ եթե սա չլինի, ապա Firebird-ն չի լինի։ Եզրափակիչ հարց եւ ավարտենք։ Խոշոր խաղացողների ցանկը, եթե դիտարկենք վերջին 7-8 տարիները, լուրջ փոփոխություններ կրել է։ Այն նկատի ունեք խոշոր հարկատուները։ Այո, մեծ փոփոխություններ են կրել, հիմնականում տարբեր պատճառներով, մի քանի տենդենս կա, առաջինը որ բանկային համակարգը, եթե 5-6 տարի առաջ 50-րդ եւ ցածր ավելի հորիզոնականներում էին մեր բանկերը, այս պահին առաջի տասնյակում 2 բանկ ունենք։ Սա զուտ նրանից է, որ մենք բանկային երկի ենք վերածում եւ հիմնականում ինչքան հարստացել է պետությունը, հարստացել է բանկային, հիմնականում բանկային եւ ՏՏ, բանկային առանձնացնենք, բանկային ոլորտի աշխում, որտեղ հիմնականում աշխատավարձների աճը 3 անգամ են արձանագրվել, այսպես ասած, սա է։ Եվ երկրորդը մենք տեսնում ենք էլի վերարտահանող կազմակերպություններ, որոնք վաճառում են տեխնիկա, օրինակի համար Mobile Center-ը, որը մի 5 տարի առաջ 30-40-րդ հորիզոնականում էր, հիմա 2-րդ հորիզոնականում է, զուտ հեռախոսների դեպի Ռուսաստան վերարտահանման հաշվին, ինչպես նաև Pretty-Way-ը, նույնքը Vestan, որը նույնպես դեպի Ռուսաստան հեռուստացույցներ եւ այլ կենցաղային տեխնիկա արտադրել, եւ եթե չեմ սխալվում 6-ից 8-րդ թե 10-րդ հորիզոնականում է, զուտ դրա հաշվին։ Հիմնականում փոփոխությունները սրանք են, ինչպես նաև տեսնում ենք հանքարդյունաբերական կազմակերպությունների որոշակի անկում, որը էլ իրանց պատճառներն ունեն։